Ինձ բերման ենթարկեցին եւ մենք գնացինք դատարան։ Քննիչները ասում էին, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ասում էի, այո, ու սենց զարմանում էին, նայում էին, որ ոնց կարա մի մարդու մոտով մեր շենքում ամեն ինչ լավ լինի։ Տեսնում էի քննիչների դեմքից, որ իրենք այդքան էլ չեն ուզում ինձ բանտախուց տեղափոխել, բայց ստիպված էին։ Երեկոյան ժամը 7-ին պետք է երեխային կերակրեմ, բայց այդ հնարավորությունը չստեղծվեց։ CNN-ով տեսա, որ քեզ են ցույց տալիս, որ ձերբակալել են, երբ սովորում էի Հայ-ռուսական համալսարանում, հիմնել եմ 3 հասարակական կազմակերպություն։ Գոհար, ինչ էր քեզ այդքան հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը։ Մայրս ինձ միշտ ասում էր, որ դու այն փոքրիկ Հայաստանն ես, որը հիմա ներկայացված է այստեղ։ Ի վերջո այն երազանքը, որ ես ունեի, իրականացավ։ Մենք տեղափոխվեցինք, եկանք ու սկսեցինք ապրել ես եւ եղբայրս Հայաստանում։ Ինչու է հենց քեզ ընտրում Սամվել Կարապետյանը։ Լավ հարց է։ Իմ երեխաները պարզ ճակատով կարող են հանգիստ լինեն, որ իրենց մայրը հայրենիքի դժվարին օրին պատասխանատվությունից չխուսափեց եւ սկսեց զբաղվել հայրենիքի փրկության հարցով։ Մեր երկիրը խնամքի կարիք ունի, մեր երկիրը հայրենասեր մարդկանց կարիք ունի։ Հունիսի 17-ը ամեն տարի ես անցկացրել եմ Տիկին Ռոզալիայի հետ ծննդյան օրը։ Բայց հեռուստացույցը կարծես շուտ էիր ուզում նվիրել։ Ոչ։ Քեզ մեր տնից հետո չեն ձերբակալելու, չէ՞, ծաղիկների Վստահ չեմ։ Փոքրիկ նվերի համար։ Վստահ չեմ։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ես ծաղիկներ շատ եմ սիրում եւ տեսնում եք, որ այսօր ծաղկառատ է։ Ամենաշատ ուրախ եմ, որ կարողացել եմ հիրիկներ գտնել։ Հիրիկները իմ ամենասիրելի ծաղիկներից է։ Ես վառ հուշեր ունեմ հիրիկների հետ կապված։ Երբ փոքր էի եւ Տավուշում ապրում էի, մեր հարևաններից մեկի բակում միշտ հիրիկներ էին ծաղկում եւ ես ինձ գնում կանգնում էի, երկար նայում էի, հիանում էի։ Դա իմ ամենասիրելի եւ վառ հիշողություններից մեկն է մանկությունից եկած եւ ես ուրախացա, որ կարողացա գտնել եւ օրը վստահ եմ շատ գեղեցիկ է լինելու, նաեւ պայմանավորված իմ հյուրով։ Այսօր իմ տուն ռեստորանը լցված է լինելու կանացի գեղեցկությամբ, բայց միևնույն ժամանակ ներքին ուժով, կամքով եւ նպատակասլացությամբ, որովհետեւ իմ տուն ռեստորանում հյուր է լինելու հենց նկարագրածս բնավորության գծեր ունեցող մի կին։ Գեղեցկուհի, խելացի Գոհար Ղումաշյանը, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, ինչպես նաև Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն։ Գնամ դուռը բացեմ։ Այսօր շտապում եմ Հերմինե Ստեփանյանի մոտ, իր յուրահատուկ հաղորդմանը հյուր եմ լինելու, խոսելու ենք տարբեր թեմաներից, նաև քաղաքականությունից։ Ողջույն։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն, մերսի։ Ես գիտես երեկվանից երազում էի յասամանների մասին։ Որովհետև գարնանային շունչը հենց յասամանն է։ Հետո ես գիտեմ, որ դու լավ հիշողություններ ունես յասամանի հետ կապված։ Գոհար ջան, ողջույն։ Նախ սկզբի համար ուզում հասկանալ դուք ով ենք խոսում, թե դույով ենք խոսում։ Դույով, ոնց։ Հա, մենք չենք թաքցնում, որ մենք ունենք իրար հետ շատ ջերմ հարաբերություններ, ծանոթություն, դեռ սկսած Սլավոնական համալսարանից, դե ոլորտից, ինձ շատ հաճելի է քեզ հյուրընկալել ինձ մոտ։ Հատկապես որ նկարանումը Կիրակի օրն ենք անում, ես պատկերացնում եմ պիտի բարդ լինի, չէ, 3 երեխայի կազմակերպել, որ դու կարողանաս Կիրակի օրը դուրս գալ, ոնց կազմակերպեցիր։ Նախ շնորհակալություն քեզ հրավերի համար, այսպես շատ արագ ստացվեց, բայց ստացվեց կարևորը։ Ոնց կազմակերպեցի, դե մեծ բալիկներս տանն են այսօր, ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, փոքրիկն էլ դե տատիկի հետ է ինչպես միշտ, այսպես առավոտյան շատ շուտ կազմակերպեցի բոլորի նախաճաշները եւ դուրս գնացի տնից շատ արագ։ Ես առաջարկում եմ մենք մի հատ ողջունենք իրար հայկական խաղուն գինով։ Ես միայն կողջունեմ։ Ես քանի որ շատ չեմ պնդի, որտեղ գիտեմ, քանի որ կերակրում եմ, ես ալկոհոլ չեմ խմում, բայց այս փոքրիկ տոն կազմակերպենք, էլի։ Այո։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, մի քանի օր առաջ ընդամենը, մեր միասին ունեցած հետաքրքիր հանդիպումից անմիջապես հետո
Ինչ տեղի ունեցավ։ Տեղի է ունեցավ այն, որ հակակոռուպցիոն կոմիտեից այցելեցին մեր կուսակցության գրասենյակ եւ ինձ բերման ենթարկեցին եւ մենք միասին գնացինք դատարան։ Ճիշտն ասած, պիտի անկեղծ լինեմ, իհարկե ես ճանաչելով քեզ քո կայուն եւ վստահ բնավորությունը, ինչպես նաեւ վստահ լինելով, որ առիթ չկա, համենայնդեպս դա իմ համոզմունքն էր, այնուամենայնիվ պես կանացի սոլիդարություն կար եւ խիստ անհանգիստ էի, որովհետեւ անմիջապես փաստորեն մենք իրար ցտեսություն ենք ասում եւ հաջորդ պահին դու հայտնվում ես արդեն ոչ շատ հաճելի իրավիճակում, ես շատ անհանգիստ էի, բայց ուրախ եմ իհարկե, որ շատ արագ անցավ այդ ամեն ինչը։ Ինչ զգացողություն ունեիր, որովհետև հասկանալի է, որ բացի այն, որ աշխատանք կա, թիմ կա, ուսերի հետևում կա նաև ընտանիք, 3 երեխա եւ գիտակցությունը, որ այս պահին քո բոլոր իրավունքները, հնարավորությունները սահմանափակ են, եւ որպես կին, եւ որպես մայր, եւ որպես քաղաքացի, հավանաբար ինչ որ process-ներ ներքին տեղի են ունենում, ինչ էիր զգում։ Իրականում անհանգստություն ընդհանրապես չեմ ունեցել, ինչի մասին փաստել էի անընդհատ ժպիտը դեմքիս, նույնիսկ քննիչները ասում էին, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ասում էի, այո, ու սենց զարմանում էին, նայում էին, որ ոնց կարա մի մարդու մոտով մեր շենքում ամեն ինչ լավ լինի, բայց ես այնքան վստահ էի, որ սա ընդհանրապես թյուրիմացություն է եւ որևէ իրականության հետ կապ չունեցող process, որ ընդհանրապես չեմ անհանգստացել, համոզված եմ եղել, որ բնականաբար ինչ-որ process-ներ պիտի լինեին եւ վերջում ես իհարկե ազատ կարձակվեի, ինչպես եւ եղավ։ Cheers! Նման դեպքերից ոչ ոք ապահովագրված չի այսօր արդեն, բայց թող տենց արագ հարթվի եւ ժպիտով, ինչպես դու նշեցիր, ես ասեմ մենք այսօր ինչ ենք անելու։ Ես պատրաստել եմ մի ճաշացանկ, որը հուսամ քեզ պիտի դուր գա։ Մեծ սիրով։ Ճիշտն ասած, գիտեմ, որ չնայած կերակրում ես, բայց շատ սահմանափակումներ չունես սնունդի մեջ։ Դրա համար փորձել եմ ամեն ինչ անել շատ յուրահատուկ, հետաքրքիր եւ գիտեմ, որ դու շատ նուրբ քիմք ունես եւ սիրում ես միշտ լավ համեղ բաներ փորձել։ Դրա համար գնանք մեծ սեղանի շուրջ, փորձենք շփվել, զրուցել։ Ես խոստացել եմ Ես քաղաքականությունից շատ չեմ խոսելու, բայց կխոսեմ կնոջ մասին, ով քաղաքականության մեջ է, անկախ նրանից, որ խմբակցության մեջ ես, ինչ պաշտոնում ես, վերջի վերջո կին քաղաքական գործի, շատ հետաքրքիր միավոր է եւ դրա մասին առանձնակի խոսելը ինձ համար շատ հետաքրքիր է, այն էլ քեզ հետ։ Բարի գալուստ։ Դե ինչ, սկսեմ պատրաստել առաջին ուտեստը։ Շատ հետաքրքիր, շատ հեշտ, բազուկով սառը ապուր, մատուցելու եմ սառույցի վրա։ Բազուկը արդեն պատրաստ է, թխել եմ ճարպաջեռոցի մեջ մոտ 2.5 ժամ։ Մի փոքր մանրացնում եմ։ Մատի մի հարվածով։ Աղ, պղպեղ, ձիթայուղ, երկու բազուկի վրա ավելացնում եմ մոտ 50 միլիլիտր թարմ քամած նարնջի հյութ։ Քամում եմ կիտրոնի հյութ։ Սկսում եմ մատուցել, կարող եք մատուցել ձեր ցանկացած ձևով, ես թափանցիկ բաժակներ եմ ընտրել, որովհետև գույնը շատ գեղեցիկ է։ Եվ ապուրը կուտենք հենց բաժակի մեջ։ Սկսում եմ մատուցել։ Մի փոքր ընկույզ։ Յուրաքանչյուրի վրա 1 կտոր ռոկֆոր պանիր եւ անանուխի տերևով ենք զարդարում եւ մատուցելու եմ սառույցի վրա։ Գոհարջան, մենք փորձելու ենք բազուկով սառը ապուր, չնայած ես եղանակը դեռ սառը բան փորձելու շատ հնարավորություն չի տալիս, բայց համեղ սառը բանը ինձ թվում է ոչ ոքի չի խանգարի, փորձենք։ Այո։ Շատ համեղ է։ Համոտ է։ Առաջին անգամ եմ փորձում այս ձևաչափով, բայց թարմեցնող։
Սառա ապուրից հետո թարմուժերով ինձ թվում է արժի սկսել Այո։ շարունակել մեր զրույցը, ինձ հետաքրքիր է երբ որ ստանում են բաժանմունք, հա, կնոջը, քաղաքական, կին, գործչին կամ առհասարակ նոր որ ունի կրծքով կերակրվող երեխա, ինչ process-ներ են ընթանում, ինչ տեղի ունեցավ, քեզ տարան, հետո Ինձ տարան, ինձ թվում է տանելու ժամանակ իրենք չգիտեին, որ ես կրծքով կերակրում եմ, որովհետև եթե իմանային, հաստատ այդ քայլի չէին դիմի, ես միևնույնն է շարունակում եմ լավ տրամադրված լինեմ մեր դատական համակարգի հանդեպ, տարան բաժանմունք, այնտեղ հարցաքննություն տեղի ունեցավ, ասեմ, որ ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց ի սկզբանե, նախ անհեթեթ էր ինձ համար ընդհանրապես այդ ողջ գործընթացը, որից հետո տեղափոխեցին արդեն հակակոռուպցիոն դատարան, դատարանում մինչ դատավարություն տեղի ունենալը իրենք այսպես կարգը այդպիսին է, որ պիտի քեզ բանտախուց տեղափոխեն, իհարկե տեսնում էի քննիչների դեմքից, որ իրենք այդքան էլ չեն ուզում ինձ բանտախուց տեղափոխել, բայց ստիպված էին, մոտ 2-2.5 ժամ ես անցկացրել եմ այնտեղ, բայց նախապես ես պատմել էի, որ երեկոյան ժամի 7-ին պետք է երեխային կերակրեմ, բայց այդ հնարավորությունը չստեղծվեց, այդպես 2.5 ժամ այնտեղ անցկացնելուց հետո նաև հասկացա եւ հասկացրեցի իրենց նաև, որ երեխային թույլ չեք տալիս բերեն կերակրեմ գոնե, ինչ որ հարմարանքով ինձ ապահովեք, որ ես կարողանամ կրծքի կաթը դատարկեմ, որպեսզի ես ինձ ֆիզիկապես վատ չզգամ, որտեվ սովորաբար երբ որ կաթը լցվում է, ես օրվա ընթացքում 2-3 անգամ դատարկում եմ, որ կաթը հասցնեն երեխային, որպեսզի ես կարողանամ նաև աշխատանքի վայրում լինեմ, եւ իրենք ընդառաջեցին ինձ, բերեցին այդ հարմարանքները, ամուսինս երևի փոխանցեց Եվ այդ դատարկումը ես բանտախցում իրականացրեցի, հետաքրքիր պրակտիկա էր, բայց այդ իմաստով իմ իրավունքը մասնակիորեն խախտվեց, գոնե կարողացա կաթով ապահովեմ երեխային, իհարկե շատ քիչ էր, եւ ինչպես մայրիկս պատմում է, որ երբ որ կաթը բերեցին եւ երեխան կերավ, դա շատ քիչ էր իր համար եւ ինքը ավելի ակտիվացավ եւ սկսեց լացել եւ իրենք ստիպված էին արդեն երեխային բերեին դատարանի բակ եւ տեղեկացնեն, որ բերել են, որ գոնե ես կերակրեմ երեխային եւ դատալսման ժամանակ ստիպված էինք նիստը ընդհատենք, երեխային բերեցին նիստերի դահլիճ, ընդմիջում տեղի ունեցավ, որպեսզի ես կարողանամ Ալեքսանդրին կերակրեմ, շատ հուզիչ տեսարան էր իրականում, բայց դա էլ հաղթահարեցինք, երեխան կարևորը կուշտ էր, ես իրեն տեսա, մոտ 15-ից 20 րոպե միասին ժամանակ անցկացրեցինք եւ իրան արդեն տարան եւ շարունակվեց դատական նիստը։ Նայ, հանրությունը կիսվել էր երկու մասի, բնականաբար դա նաեւ քաղաքական հայացքների երկու մասի բաժանված մարդկանց գրառումներ էին։ Մի մասը խոսում էր այն մասին, որ ինչպես կարելի է կերակրող կրծքով կերակրող մորը նման իրավիճակում դնել, իսկ մյուս մասը ասում էր, որ ինչ կա, եթե կա կասկած, եթե կա ապացույցներ, որոնք պետք է քննվեն, նորմալ պետք է ընթանա ամբողջ process-ը։ Հիմա օրենքը ինչ է ասում այդ իմաստով։ Օրենքը բոլորի համար է, բայց իմ պարագայում կան որոշակի սահմանափակումներ, նաև մի շարք միջազգային կազմակերպություններ էին ինձ զանգահարում, որոնք այսպես մայրերի իրավունքների պաշտպանությամբ էին զբաղվում եւ հստակ ներկայացնում էին, որ իմ իրավունքները խախտվել են եւ իրենք իրավունք չունեին ինձ այդքան երկար ժամանակ երեխայից հեռու պահելը։ Համենայն դեպս մենք անցանք այս օրն էլ անցանք եւ ինձ համար ամենակարևորը դատարանի վճիռն էր, որ ես կարող եմ ազատ արձակվել, իհարկե որոշակի վարչական սահմանափակումներ կան, որ ես չեմ կարողանալու երկիրը լքել, նույնիսկ չեմ էլ պատրաստվում,
բայց ես հարգում եմ դատարանի որոշումը։ Մեկ այլ բան է, երբ որ դու քո երեխային ամեն օր գրկում ես, կերակրում ես, աշխատանքից տուն ես գնում, համբուրում ես, քնացնում ես եւ այլն, եւ մեկ այլ բան է, երբ դու գրկում, համբուրում ու կերակրում ես այդ սահմանափակումների մեջ։ Իհարկե, այո։ Կար տարբերություն զգացողություններիդ մեջ։ Կար տարբերություն, ես անարդարություն էի զգում էի, որ ինձ հետ դա չպիտի լիներ, քանի որ հղիության ողջ ընթացքում եղել եմ ակտիվ քաղաքական process-ների մեջ, 9 ամիս շարունակ, այցելություն մարզեր, հանդիպում մեր ժողովրդի հետ, իհարկե դա իմ ընտրությունն է, ես ընտրել էի այդ ճանապարհը եւ մի վայրկյան անգամ չեմ փոշմանում դրա համար, բայց իրականում հղի կնոջ համար այդ փորձություններով անցնելը իհարկե դժվար է, բայց ես հասկացել էի, որ դա էլ իմ առաքելությունն էր, այդ երեխան, այսպես Աստծո կողմից տրված էր հենց այս ժամանակահատվածում ինձ համար եւ հետաքրքիր է նաեւ, որ առաջին հանրային վայրը, որ երեխաս այցելել էր, դա դատարանն էր։ Ես նույնիսկ պոլիկլինիկայի դեռ չեմ տարել, չեմ հաշվառել, սպասում էինք, որ 2 ամսեկանը լրանա նոր, բայց այսպես 2 ամսեկանը 3 էր լրացել եւ հետաքրքիր էր այս փորձությունը, այո։ Իսկ երբ դուրս եկար եւ սկսեցիր հետևել մամուլին եւ սոցիալական մեդիային, որտեղ բացի գրառումները նաեւ վստահ եմ տեսար այն ակցիաները, որ իրականացրել էին հայ կանայք, կաթի շշերով, շատ հետաքրքիր էր։ Սպասում էիր, ինչ հետաքրքիր սպասում էիր, որ քեզ համար եւ այդ process-ի համար այդքան մարդ իր ձայնը կբարձրացնի։ Անկեղծ ասած, ես երբեք չեմ կասկածել մեր հայ ազգի համախմբման մեջ, դժվարին ժամանակահատվածներում, անարդար իրավիճակներում միշտ համախմբում են եւ իրենց ձայնը բարձրացնում են, բայց քանի որ այս անգամ դա ինձ հետ էր կապված, նույնիսկ չէի պատկերացնում, որ այդքան արագ ինքնակազմակերպվեն եւ այդ ամենը տեղի ունենար։ Ես այդ ժամանակ հակակոռուպցիոնի շենքում էի եւ լսում էի, որ պատուհանի տակից ինչ-որ ձայներ էին գալիս բարձր, ասում եմ հետաքրքիր այս ինչ ձայները եւ քննիչները զարմանքով նայում են, ասում են ոնց դուք չգիտեք դուրսը ինչա տեղի ունենում, ասում եմ ոչ, ու իրենք ինձ պատմում են, որ կաթի շշերով, երեխաների սոսկաներով ակցիա է, հայ կանայք իրենց ձայնը բարձրացրել են ընդդեմ այս բռնաճնշումների, իրականում շատ հարգանքի, այսպես արժանի արարք էր, ես ողջունում եմ։ Մեր ժողովուրդը պարտավոր է նման իրավիճակներում համախմբվել, ինչպես էլ եւ արվեց։ Իրականում չէի պատկերացնում, որ այդքան արագ տեղի կունենար, նույնիսկ մտածում էի, քննիչներին հարցնում էի, ոնց կարող ենք այնպես անել, որ մայրիկս չիմանա այս ամենի մասին, որ չանհանգստանա, եւ իրենք ինձ ասեցին, որ դա հնարավոր չէ, որտեղ ամբողջ աշխարհն է դրա մասին խոսում, նույնիսկ հեռուստաալիքները միջազգային, քույրիկս, ով ապրում է ԱՄՆ-ում, ինքը հեռուստացույցից է իմացել, ասում է, որ հեռուստացույցը միացրեցի, մեկ էլ CNN-ով տեսա, որ քեզ են ցույց տալիս, որ ձերբակալել են ու չգիտեմ, շատ, այսպես ասած, իրարամերժ զգացողություններ են, որոշ բարեկամներ Մոսկվայում, Կանադայում, Եվրոպայում բոլորը իմացել են հեռուստացույցից, ինչ ասեմ, փաստորեն մեր լրատվականները, ԶԼՄ-ները շատ ակտիվ աշխատում են եւ նույնիսկ 1 ժամ չէր անցել, ես այդպես էի հասկանում, ժամացույց չունեի, բայց հասկանում էի, որ շատ արագ այդ process-ները տեղի ունեցան։ Իհարկե 12 ժամից ավելի տևեց իմ անազատության մեջ գտնվելը, բայց դրանից հետո, երբ եկա տուն, հեռախոսս հնարավորություն ունեցա տեսնել եւ վերցնել, հասկացա, թե ամբողջ լրատվական դաշտը ողողված էր այդ լուրով, շատ զարմացա, որ այսքան լայն սփռում է գտել։
12 ժամ անազատության մասին խոսելը իհարկե այն ժամկետը չի, որտեղ շատ ճոխացնենք, խորացնենք եւ այլ, բայց զգացողությունները կարող են լինել հավասարաչափ, որովհետեւ մարդը չգիտի իր հետ ինչ է լինելու, հա, իսկ անհայտությունը ամենավախենալու բանն է։ Եվ այնուամենայնիվ 12 ժամ այդ սահմանափակումից հետո, անազատությունից հետո, երբ որ դուրս եկար, ինչ որ բան փոխվել էր։ Ես առաջին հերթին տեսա այն հարյուրավոր մարդկանց, իհարկե իմ ընտանիքի անդամներն էին, իմ թիմակիցներն էին, հասարակ քաղաքացիներն էին, իմ հետևորդները, որոնք որ դատարանի առջև մինչև գիշերվա ժամը 4-ը փաստորեն սպասում էին, դա շատ բանի մասին է ասում, որ ի վերջո կապ չունի թե կարճ է տևել այդ ընթացքը թե երկար, բայց մարդիկ քո կողքին են, քո թիմակիցները ամուր կանգնած են քո կողքին, ընտանիքը բնականաբար։ Ես այդ ժամանակ հասկացա, որ բացի նրանից, որ մենք պայքարում ենք քաղաքական դաշտում մի մեծ չարիքի դեմ, բայց սա դարձավ նաև իմ անձնական պայքարը։ Մինչ այդ դա պետական պայքար էր, մինչ այդ դա թիմային պայքար էր, բայց սրանից հետո արդեն ես մի ուրիշ կերպ սկսեցի վերաբերվել այս ամենին։ Վերջին շրջանում մարդկանց ֆոկուսը քեզ վրա է, որովհետև հասկանում են, որ գործ ունեն, այսպես բավականին հետաքրքիր ներքին ուժ ունեցող կին քաղաքական գործչի հետ, ով տարբեր բնագավառների միջով անցնելով եկել է այս կետին, այս որոշմանը եւ որոշել է, որ իր կյանքը այսուհետ պիտի այսպես ապրի։ Նրա մասին թե ինչու է մտել քաղաքականություն, մենք կխոսենք։ Ես առաջարկում եմ հիմա փոխենք ուտեստը եւ մարդկանց մի քիչ պատմենք, տեսնենք այդ աղջիկը ով է, որտեղից է եկել եւ ուր է գնում եւ ինչ է իր ուսերի վրա բերում եւ ուր է ուզում տանել այդ բեռը կամ այդ հաճելի պարտականությունը։ Շատ լավ։ Պատրաստելու եմ սաղմոն հոնի սոուսով։ Ես սառնանից հանել եմ հոնի վերջին պաշարը, որ ունեի սառեցրած, եւ մատուցելու եմ սաղմոնի հետ։ Մի փոքր կարող է ձեզ տարօրինակ թվալ այս համադրությունը, բայց հավատացեք, շատ լավ է համադրվելու հոնի թթվությունը եւ սաղմոնը իրար հետ։ Հոնը մի փոքր ջրով նախ եռացնում ենք։ Ավելացնում եմ սխտոր, մի փոքր դարչին, քերում եմ մշկնկույզ, օրեգանո, սև պղպեղ, աղ, բալզամիկ քացախի սոուսը, մեղր եւ պետք է անցկացնենք մաղով, որ ստացվի շատ նուրբ եւ համասեռ սոուս։ Հոնի սոուսը մատուցելու եմ սաղմոնի հետ, սաղմոնը շատ չենք համեմելու, շատ ակտիվ համեր պետք չի անել, որովհետև սոուսը ինք իրենով շատ բառ եւ հարուստ համ ունի։ Ամենակարևորը չենք մոռանում, որ սաղմոնը տապակելիս, ցանկացած դուք տապակելիս, սկզբից սկսում ենք տապակել այն հատվածը, որտեղ կա կաշի։ Սկսում ենք մատուցել։ Մենք փորձելու ենք հոնի սոուսով սաղմոն։ Սաղմոնը շատ պարզ տապակած է, իսկ հոնի սոուսը ամբողջովին կհարստացնի եւ որպես խավարտ թարմ կարտոֆիլ ջեռոցում։ Շատ հետաքրքիր է, ես սաղմոն շատ եմ սիրում։ Դու գուշակել ես։ Փորձենք։ Կուզեմ կարծիքդ լսել։ Շատ հետաքրքիր է։ Իսկ սոուսը հոնը եփել եմ, սառեցրած հոն ունեի, եփել եմ համեմունքներ եւ վերջում կիտրոնի հյութ,
Կիտրոնի հյութ չեմ արել, որտեղ հոնը ինքը իրենով լավ թթու է եւ ավելի թթվածնելու կարիք չկար։ Աղ, պղպեղ, մի փոքր դարչին, մշկնկույզ եւ վերջ։ Շատ համեղ է։ Քո բոլոր պատմությունների մեջ այս ընթացքի որ պատմեցիր հայտնի իրադարձության հետ կապված մենք իհարկե տեսնում ենք ուժեղ, չընկճվող, չվահատվող կնոջ։ Ինձ հետաքրքիր է դա ձեռք բերում է տարիների ընթացքում, թե մանկությունից այդպես է եղել։ Մայրիկիս ասելով մանկությունից այդպես եմ եղել, չնահանջող, բնույթով լիդեր, առաջնորդ եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ կապ չունի կին թե տղամարդ, այդ ուժեղ լինելը շատ կարեւոր է։ Երեխաներիս էլ փորձում եմ դա փոխանցեմ։ Աղջիկս միշտ ասում է, ինչ տարբերություն աղջիկ թե տղա, մեկը ես ուժեղ եմ։ Ու այդ չգիտեմ, բավականին տուժվելու ենք իր այդ ուժեղության ձեռքը, բայց կարծում եմ, որ ճիշտ է այդպես է։ Ովքեր են այն մարդիկ, որ մանկությունից քեզ ձևավորել են։ Սովորաբար ասում ենք մայրիկն ու հայրիկը պետք է լինեն, բայց լինում են նաև մարդիկ ընտանիքում, մեծ ընտանիքում, շրջապատում, որ նրանք են ունենում են իրենց ազդեցությունը մեր վրա եւ մեր բնավորությունը կերտելու վրա։ Ովքեր են եղել այդ մարդիկ քեզ համար։ Ծնողներս բնականաբար, մայրս դաստիարակության մեջ շատ լուրջ դեր է ունեցել։ Հայրս հետաքրքիր է, որ միշտ աշխատել է, շատ է բացակայել տնից, բայց իր այդ սկզբունքները, որ աղջիկը պիտի միշտ ուժեղ լինի, աղջկա մեջ այդ ջիղը, այդ կայուն լինելը, խնդիրների առաջ չընկճվելը շատ լուրջ էր։ Հետաքրքիր է, որ հայրիկները միշտ իրենց աղջիկներին այսպես արքայադստեր պես են փորձում մեծացնել, մեր տանը այդպես երբեք չի եղել։ Ոչ միայն տղամարդիկ, ընդհանրապես դա ժամանակահատվածի խնդիր էր, որտեղ երբ որ մենք փոքր ենք, իսկ մենք նույն սերունդն ենք, սովորաբար աղջիկներին մեծացնում էին, որ դու պետք է լինես հեզ, լուռ, պայքարող շատ չլինես, հակառակը դու պիտի լինես համակերպվող, դու պիտի լինես համեստ, այս կարևոր կետեր էին, որ աղջկան այդպես էին մեծացնում։ Համեստը համաձայն եմ, մեր տանը նույնպես այդպես էր, բայց չհամակերպվող բնավ նման ուղղություն չի եղել, դու հարցրեցիր ով է էլ ունեցել դեր քո դաստիարակության իմ ձևավորման մեջ շատ մեծ դեր է ունեցել իմ Կարլեն պապիկը հորական կողմից իմիջիալոց տղայիս հենց Կարլեն ենք անվանել եւ դա մեր երկուսիս որոշումն է եղել համ ամուսինս համ ես որոշել ենք այդպես պապիկս մի յուրահատուկ մարդ է եղել առաջնորդ իր բնավորությամբ շատ ձգտող դժվար տարիների կյանք է ունեցել իհարկե քանի որ ծնվել է հայրենական պատերազմի տարիներին եւ իրենց ընտանիքը բազմազավակ է եղել հայրը գնացել էր պատերազմի եւ ինքը իր եղբոր հետ, ավագ եղբոր հետ, այսպես ասած, ողջ բեռը իրենց ուսերին են տարել, իրենց ընտանիքի, բայց դա իրեն չի կոտրել, ցավոք սրտի չի ստացել ոչ դպրոցական կրթություն, ոչ էլ բարձրագույն կրթություն, բայց մի աննկարագրելի գիտելիքների տեր մարդ է եղել, գործարար ով իր այո արտադրամասն էր հիմնել Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում տեքստիլի արտադրամաս ավանգարդ էր կոչվում հիշում եմ որ պատմում էր ինձ այդ մասին որից հետո նաև իր բիզնեսը հիմնել էր Ռուսաստանի Դաշնությունում այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսպես շատ մասշտաբային մտածելակերպով տեր մարդ էր եւ դա հայրենական պատերազմի ժամանակաշրջանում ծնված մարդու մասին ենք մենք խոսում այո եւ հետաքրքիր դրվագներ ունեմ ես իմ կյանքից պապիկի հետ կապ ունեցող դեռ որ դպրոց էի հաճախում պապիկը հաճախ ինձ վերցնում էր դպրոցից մենք քայլելով գնում էինք տուն
Եվ հետաքրքիր է, որ երեխաները ավելի շատ ձգտում են խաղալիքների խանութ, քաղցրավենիքի խանութ, մենք պապիկի հետ ճանապարհին ամեն անգամ այցելում էինք գրախանութ։ Եվ ինքը ինձ հորդորում էր եւ օրինակ էր ծառայում, որպեսզի ես սեր ունենամ գրքերի հանդեպ։ Մենք այցելում էինք այդ խանութ, ինքը ինձ միշտ գրքեր էր առնում, ոչ միայն առնում, այլ նաեւ միշտ կողքս նստում եւ լսում այդ գրքերը, երբ որ կարդում էի։ Ինքը հորդորում էր միշտ, որ այդ կրթության դերը կյանքում շատ կարևոր է։ Երևի նաև պայմանավորված էր նրանով, որ ինքը ժամանակին այդ կրթությունը չէր ստացել եւ զգում էր դրա բացակայությունը իր կյանքում, միշտ երբեք չեմ մոռանա, ինձ ասում էր ստացար դպրոցական կրթությունը, բուհականը արդեն ստանում ես, բայց դա քիչ է։ Պետք է մի հատ էլ համալսարան ընդունվես, պետք է մի քանի բարձրագույն կրթություն ունենաս, գիտես անգլերեն, դա բավարար չէ։ Ես նաև ֆրանսերենի եմ տիրապետում եւ թուրքերենի, ինչը դիվանագետի համար կարևորագույնն եմ համարում, մի քանի լեզվին տիրապետելը, իսկ թուրքերենը ընդհանրապես կարևորում եմ, դրա մասին հետո կխոսենք, այդպես պապիկիս դերը իմ կյանքում շատ մեծ է եղել, մշտապես իմ կողքին է եղել, մշտապես հպարտացել է իմ ձեռքբերումներով, նվաճումներով եւ այդպես շարունակ։ Հետաքրքիր է միայն քեզ հետ է այդ աշխատանքը տարել, թե բոլոր թորնիկների։ Բոլոր թորնիկների, բայց իմ ու իրա կապը յուրահատուկ է եղել եւ մինչեւ իր կյանքի վերջին օրերը ես այնքան ուրախ եմ եւ հպարտ, որ իր կյանքի վերջին րոպեները, ժամերը ես իր կողքին եմ անցկացրել, շատ գնահատում եմ այդ պահը։ Երբ որևէ նորություն էր լինում քո մասին կամ քո աշխատանքներից, հետաքրքիր է նահանգներում այդ ամեն ինչին հետևում էր եւ ինչ արձագանք էր տալիս։ Տատիկս եւ պապիկս ԱՄՆ-ում, այսպես գաղտնիք չէ, որ Լոս Անջելեսում ապրող հայերը շատ համախմբված են եւ նույնիսկ թաղամասեր կան, որ հենց հայերը այնտեղ ապրում եւ հենց որևէ մի հերոստալիքով լինում էր իմ հարցազրույցը կամ ելույթը, ամբողջ շենքը իրենց իմանում էր, որ Գոհարը ելույթ է ունենում եւ բոլորը հերոստացույցի առջև նստած դիտում էին ինձ, հետո տատիկս հարցեր էր տալիս, տեսներ ամբողջը դիտել են, թե ոչ, շատ էին հպարտանում, հաճախ մենք այցելում էինք իրենց, համ մենք էինք մեկնում Միացյալ Նահանգներ, գրեթե ամեն տարի, այսպես ամանորին նվիրված, մենք նուր էինք այնտեղ, իմ երեխաների հետ նաև, շատ կապված էինք, մի քանի տարի է, ինչ իրենք էլ չկան, մեզ հետ չեն, բայց ես զգում եմ ամեն օրվա, այսպես ասած, ռեժիմով, թե վերևից իրանք ինչքան ջերմ են այս ամենին վերաբերվում եւ հրեշտակի պես իմ թիկունքի ետևն են։ Հետաքրքիր է շատ, հատկապես քո կյանքում վերջին տարիներին այնքան տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, բարեգործություն, գործարար աշխարհի հետ կապ, հետո քաղաքականություն, վստահաբար դրանք բոլորը մեծ եւ հետաքրքիր եւ նաեւ խնդրահարույց հատվածներ են, ժանրեր են եւ հաստատ հաճախ ես բախվում որևէ խնդրի հետ։ Հետաքրքիր է այդ դեպքում վերևի հետ զրույց ունենում ես։ Միշտ ունենում եմ, հաճախ նույնիսկ ծնողներիս հետ տանը քննարկում ենք եւ ասում եմ հետաքրքիր է պապիկը ինչ կասեր, հետաքրքիր է տատիկը ինչ կորոշեր, ինձ համար քանի որ իրանց լավ եմ ճանաչում, պատկերացնում եմ, թե իրենք ինչ կասեին եւ ուղղորդվում եմ դրանով։ Գոհար, հետաքրքիր կապ կա, հա, գործարարների աշխարհի հետ կապը եւ բարեգործության աշխարհի հետ, որը որ մեկից է բխել։ Սովորաբար մարդ երբ գործարար աշխարհի մեջ է լինում, նոր դրանից հետո սկսում է մտածել բարեգործության մասին։ Քիչ է լինում հակառակը։ Հիմա քո պարագայում ինչպես է եղել։ Հակառակը։
իմ պարագայում ես դեռ ուսանող ժամանակից, երբ սովորում էի հայ-ռուսական համալսարանում, հիմնել եմ 3 հասարակական կազմակերպություն, որոնցից 2-ը նվիրված էին հասարակական գործունեությանը, երիտասարդների հետ աշխատանքին, իրենց հմտությունների զարգացմանը, եւ մեկը նվիրված էր հայրենասիրական դաստիարակությանը։ Այդպես մի շարք պրոյեկտներ իրականացնելուց հետո, որոնք էին երիտասարդ առաջնորդների ամենամյա դպրոցները հիմնադրամի շրջանակներում, որոնք էին մի շարք հետաքրքիր պրոյեկտներ, որոնք էին մեդիա դպրոցը, բիզնես հմտությունների դպրոցը, ինձ համար միշտ կարևոր է եղել, քանի որ ես դասավանդում եմ համալսարանում եւ ունեմ ուսանողների մի մեծ բանակ, միշտ կարևոր էր իրենց հետ երկխոսության մեջ լինելը եւ իրենք ինձ հաճախ ասում էին, որ Գոհար Աշոտովնա, Տիկին Ղոմաշյան, մենք բուհական կրթությունը ստանում ենք, շատ գոհ ենք, բայց մեզ ինչ-որ բան չի հերիքում, պակասում է, եւ ես հասկանում եի, որ պրակտիկ գիտելիքները եւ այդ հմտությունները իրենց պակասում են, որպեսզի իրենք ավելի կաշկանդված չլինեին աշխատանքի ոլորտում եւ այլն։ Եվ այդ ժամանակ ես հիմնեցի երիտասարդ առաջնորդների դպրոցը, որտեղ որ տարբեր ուղղություններով մենք իրենց կրթում էինք, իհարկե էքսպերտների միջոցով, թե խոսքի վարպետություն, թե պրեզենտացիա անելու հմտություն, թե ընդհանրապես աշխարհագրական որոշ տվյալների տիրապետումը, թե Հայաստանը ինչ դեր է զբաղեցնում աշխարհագրական դիրքից ելնելով, տնտեսական որոշ ցուցանիշներ, տարբեր ընկերություններ, որոնք որ թե միջազգային, թե տեղային, որոնք որ կարող են նպաստել երկրի զարգացմանը։ Գոհար, ինչի՞ էր քեզ այդքան հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը, չէ՞ որ դու քեզ համար Մոսկվայում մի փոքր այսպես ուռճացրած ասեմ, փափուկ կյանքով ապրում էիր։ Ծնողներդ, իրենց աշխատանքը, քո կրթությունը եւ այլն, եւ բացարձակ կարող էիր եւ չվերադառնալ Հայաստան եւ այդքան չմտահոգվել Հայաստանի ճակատագրով։ Ինչ էր կատարվում գլխումդ։ Շատ կարևոր հարց ես տալիս, քանի որ ես մեծացել եմ, այո, Մոսկվայում, միշտ ծնողներիս հարց եմ տվել, իսկ ինչու մենք Հայաստանում չենք ապրում, եթե մենք հայ ենք, ու իմիջիալոց այդ հարցը տվել եմ իմ տարբեր տարիների ընթացքում, թե ավելի փոքր տարիքում, թե ավելի, այսպես 16 տարեկանին մոտ, երբ մենք արդեն տեղափոխվեցինք Հայաստան, շատ կարևորում էի այդ փաստը, որ ամեն մարդ պիտի ապրի իր պատմական հայրենիքում, այնտեղ, որտեղ ինքը ծնվել է։ Հայրիկիս հետ շատ էի զրուցում այդ թեմայով, թե ինչու մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, իր աշխատանքի բնույթից ելնելով, իր եւ պապիկիս, քանի որ պապիկս որոշել էր արտադրամաս հիմնել նաև այնտեղ, Ռուսաստանում, մի որոշ շրջան կար, որ մենք ապրում էինք Ռուսաստանում, այնտեղ դպրոցում սովորելիս կային էլի հայեր, դպրոցում սովորում էին, բայց մայրս ինձ միշտ ասում էր, որ դու այն փոքրիկ Հայաստանն ես, որը հիմա ներկայացված է այստեղ, ու քո հայ տեսակը պետք է ամենալավ կերպով ներկայացվի եւ ամեն քննության ժամանակ, ամեն դպրոցական հանդեսի, ինչ-որ մի առիթի ժամանակ ես շատ մեծ պարտավորություն էի զգում, որ պետք է ամենալավ կերպով ներկայանամ, որտեվ ես ներկայացնում եմ իմ երկիրը։ Դա իհարկե մայրիկից է եկել եւ եղել են դեպքեր, որ նույնիսկ գովեստի խոսքեր, որ մենք հայ տեսակը ճանաչում ենք հենց ձեզանով, ինձ համար դա շատ կարևոր էր։ Եվ եկավ մի ժամանակահատված, ես 15 թե 16 տարեկան էի, շատ էինք խոսում տան այն մասին, որ պետք է տեղափոխվենք Հայաստան, պետք է տեղափոխվենք, իմ ծնողների
ճիշտ որոշումներ, որ մենք տեղափոխվեցինք եւ ես իրենց շատ շնորհակալ եմ դրա համար, որ ի վերջո այն երազանքը, որ ես ունեի, իրականացավ, մենք տեղափոխվեցինք եւ ես արդեն այդ բարձր պահած անունը, որը որ արդ երկրում ունեցել եմ, արդեն այդ դիրքերով եկանք ու սկսեցինք ապրել ես եւ եղբայրս Հայաստանում ու մեզ համար դա շատ կարևոր էր։ Բայց ես գիտեմ, որ քո կյանքում մի դրվագ է եղել, երբ ստիպողաբար փոքր երեխան տվել են գիրկը, ստիպողաբար նստացրել են ինքնաթիռ եւ հետ են ուղարկել Մոսկվա։ Այո։ Այդ պատմությունը կուզենամ պատմես այն մարդկանց, ովքեր լսում են մեզ։ 2020 թվականին ես արդեն բավականին երկար ժամանակ ամուսնացած էի, ունեի մեկ բալիկ, Կարլենս արդեն այդ ժամանակ 7 տարեկան էր, երբ ծնվեց մեր աղջիկը Արփին։ Բոլորը գիտեն 20 թվականը ինչքան ծանր է եղել Հայաստանի համար, մարտ ամսից սկսվեց Քովիդը, այդ ժամանակ ես հղի էի, նաև դասավանդում էի համալսարանում մինչ օրս եւ եղավ մի դրվագ, երբ մենք տանը մեր բակում նստած էինք, արդեն պատերազմը սկսված էր եւ մեր տան վերևով բայրակթարները անցնում էին եւ մենք այսպես բակում սայլակով օրորում էի աղջկաս 3 ամսեկանը դեռ չլրացած իրականում շատ իրարամերժ իրավիճակ էր, որովհետև ես հայրենասեր լինելով երբևիցե չէի մտածում, որ այդ ժամանակահատվածում կբացակայեմ երկրից, բայց ամուսինս ստիպեց, որ մի քանի թեկուզ օրով երեխաներին տանեմ ծնողներիս մոտ, որպեսզի իրենք ավելի ապահով լինեն։ Դա շատ կարճ է տևել այդ ժամանակահատվածը, բայց պատերազմի ակտիվ օրերին ես ստիպված էի մեկնել Հայաստանից, երեխաներիս տեղափոխել եմ ծնողներիս մոտ, որպեսզի ես կարողանամ եւս շարունակեմ զբաղվեմ հումանիտար օգնությամբ, շարունակեմ զբաղվեմ բարեգործությամբ, որպեսզի մեր զինվորները իրենց մի քիչ ուշադրության կենտրոնում զգային։ Դու տեղափոխվում էիր Մոսկվա ոչ թե նրա համար, որ երեխաների հետ այսպես հանգիստ ապահով ապրեիր, այլ այնտեղ մի ուրիշ գործունեություն էիր սկսել եւ շարունակել ավելի ճիշտ, որովհետեւ ճիշտ եմ հասկանում, որ նաեւ Հայաստանում ես արել այդ հումանիտար օգնությունը։ Պատերազմի ամենասկզբից, ամենաառաջին օրերից հոսպիտալներում, հիվանդանոցներում հավաքագրում էի ժողովրդի կողմից տրամադրված օգնությունը, նաև գործարարների կողմից, նաև մի շարք ընկերությունների կողմից վստահելի եւ այդ ամենը մատակարարում էինք դեպի դիրքեր, որպեսզի մեր զինվորները ապահովված լինեին հնարավորինս մեր սահմաններում ամեն ինչով։ Մի քանի օր այսպես բացակայել եմ, որպեսզի երեխաներիս տեղափոխեմ ծնողներիս մոտ, որպեսզի կարողանամ շարունակեմ այդ գործունեությունը։ Եվ հետո արդեն Մոսկվայում շարունակեցիր հումանիտար օգնությունները կազմակերպել։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Այո, այնտեղ բնականաբար ողջ հայ ազգը Ռուսաստանաբնակ այդ պարագայում Մոսկվայում համախմբվել էր եւ օգնում էր Հայաստանին։ Ես եւս իմ ներկայությամբ փորձել եմ օգնել այդ ամենի իրականացնելու մեջ։ Մենք հումանիտար օգնություն էինք ուղարկում այդ ժամանակահատվածում արդեն Մոսկվայից դեպի Երևան։ Հայաստանի դեսպանատան տարածքում համախմբվում էր այդ ամենը եւ ուղարկվում էր այստեղ։ Եվ դրանից հետո արդեն կարելի ասել ծնվեց Հայ գործարարների ասոցիացիան։ Այո, Հայ գործարարների ասոցիացիան արդեն հիմնված էր դեռ 2019 թվականին, այո։ Եվ այնտեղ 2020 թվականի հոկտեմբերի վերջ ես Մոսկվայում հանդիպում եմ Սամվել Կարապետյանի հետ շատ հետաքրքիր պայմաններում, իհարկե պատերազմի հետ կապված, եւ ինքը ինձ առաջարկում է, որպեսզի ես ղեկավարեմ Հայ գործարարների ասոցիացիան եւ արդեն հետ պատերազմյան շրջանում
զարգացնենք Հայաստանի տնտեսությունը եւ բարելավենք ներդրումային հնարավորությունները։ Ինչու է հենց քեզ ընտրում Սամվել Կարապետյանը։ Լավ հարց է։ Չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, բայց այդ վստահությունը իր կողմից ինձ համար շատ կարևոր էր այն ժամանակ, հիմա եւ միշտ։ Մի քանի տարի շարունակ ֆորումներ իրականացրեցիք, կարողացաք աշխարհի հայ գործարարներին համախմբել, որն էր նպատակը վերջի վերջո, ինչ էիք ուզում անել եւ ինչ կարողացաք անել իրականում։ Իրականում շատ կարճ ժամանակահատվածում դա ինձ համար շատ կարևոր էր։ Մենք համախմբեցինք Հայ գործարարների ասոցիացիայի շուրջ 3000-ից ավելի հայ գործարարների ողջ աշխարհից։ Նպատակը միակն էր՝ ի օգուտ Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ ներդրումային հնարավորությունների։ Սամվել Կարապետյանը Հայ գործարարների ասոցիացիայի առաջին իսկ օրվանից մի շատ մեծ նպատակ էր դրել, որպեսզի ինքը որպես հայ գործարար, ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ վարակիչ օրինակ ծառայի բոլոր մնացած աշխարհասփյուր գործարարներին եւ բերի իրենց դեպի Հայաստան։ Ինքը միշտ համարել է եւ ես համամիտ եմ, որ յուրաքանչյուր հայ գործարար, անկախ նրանից թե որ երկրում է բնակվում, որ երկրում է իր գործունեությունը ծավալում, պարտավոր է Հայաստանի հետ տնտեսական կապ ունենա։ Որևէ իր գործունեության մի մասը իրականացնի Հայաստանում։ Եթե Հայաստանում չի իրականացնում, ապա իր ունեցվածքի, իր կարողությունների մի մասը ուղղի դեպի Հայաստան եւ որևէ այնտեղ կամ աջակցի որևէ ընկերությանը կամ ինչ որ ձևաչափով լինի Հայաստանի կողքին։ Եվ այդպես էլ եղավ, երբ որ մենք իրականացրեցինք առաջին անգամ Armenian Business Forum-ը, հայկական բիզնես համաժողովը, մենք համախմբեցինք 1000-ից ավելի հայ գործարարների ամբողջ աշխարհից եւ դրանից հետո սկսեցին լուրջ ներդրումային ծրագրեր, մենք ներդրումներ իրականացրեցինք թե երիտասարդ գործարարների բիզնեսներում սկսնակ, թե արդեն գործող բիզնեսները զարգացման գործընթացում մեծ դերակատարում ունեցանք։ Շատ լավ տարի էր։ Ես հիմա կմատուցեմ աղանդերը, մենք կշարունակենք զրույցը, բայց այս հատվածը փակելուց առաջ ես չեմ մոռացել թուրքերեն լեզուն իմանալու կարևորության քո կարծիքը։ Ինչու է այդքան կարևոր, որ հայ դիվանագետը թուրքերենին տիրապետի։ Ես հստակ համալսարան ընդունվելիս, ընտրելով միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, նաև դրա համար եմ ընտրել, քանի որ դա միակ ֆակուլտետն էր, որտեղ որ ուսումնասիրում էի օտար լեզուներ եւ այդ լեզուներից մեկը ես ընտրել եմ թուրքերենը։ Ունեցել եմ բարեբախտաբար հնարավորություն նաև պրակտիկայում կիրառել այդ լեզուն, քանի որ իմ ուսանող տարիների վերջին տարին համատեղել եմ պրակտիկայի հետ Պաշտպանության նախարարությունում, որտեղ որ հասարակայնության հետ կապերի վարչությունում բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել, թարգմանություններ ենք արել թուրքերենից հայերեն եւ հակառակը, ուսումնասիրել եմ եւ վերլուծության եմ ենթարկել ամբողջ լրատվական դաշտը Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ այո, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դիվանագետի համար, յուրաքանչյուր քաղաքական գործչի համար շատ կարեւոր է տիրապետել թուրքերեն լեզվին, քանի որ մենք այդ երկրի եւ ազգի հետ դեռ շատ բաներ ունենք քննարկելու եւ հստակեցնելու։ Շնորհակալություն։ Հիմնական ուտեստը ձուկն էր եւ ձուկը վայելելուց հետո իհարկե կիտրոնով քաղցրավենիքը ամբողջական կդարձնի այսօրվա ճաշացանկը։ Գնացինք։ Կիտրոնը եփում եմ մոտ 10-15 րոպե։ Եփել եմ արդեն։ 70 մլ բուսայուղ, 60 մլ կաթ, 2 հավկիթ, 180 գրամ շաքարավազ,
մոտ 10 գրամ փխրեցուցիչ եւ մոտ 250 գրամ ալյուր, իհարկե պետք է նաեւ աչքաչափ ունենալ։ Եվ հիմա մի խենթ միտք, ես լիմոնով բիսկվիտին ավելացնելու եմ թարմ անանուխ, մանրացրած։ Եվ դնում եմ ջեռոցը, մոտ 180 աստիճանով եմ տաքացրել, 25 րոպե, վերջում ավելի հստակ կասեմ։ Այ, մոռացել էի, որ նկարահանում եմ։ Պատրաստ է, հիմա պետք է շրջեմ։ Վոլա! Սկսում ենք զարդարել մեր կիտրոնով բիսկվիտը, դե քանի որ հիշում եք, մեր բիսկվիտի մեջ նաև նանա կար, կզարդարեմ նանայով և կիտրոնով։ Չգիտեմ դեռ ինչ եմ անելու, բայց մի բան կանեմ։ Փորձել ենք լիմոնով բիսկվիթի շուտով հատուկ վատ չի ստացվել։ Գոհարջան կիտրոնով բիսկվիտն է, որը մատուցելուց առաջ փորձել եմ սոուսով ավելի թաց դարձնել, ես սիրում եմ թաց բիսկվիտներ։ Այո։ Հուսամ կհավանես։ Արդեն համոզված եմ։ Եվ ամենակարևոր բաղադրիչը թարմ նանա է նաև բիսկվիտի մեջ, կիտրոնի հետ։ Համ մեջ, համ բիսկվիտի վրա։ Դե վրան ձևավորման համար է, բայց մեջը եփված է, որ համը փոխանցի է։ Շատ հետաքրքիր է։ Նանան զգացվում է։ Հա, եւ շատ յուրահատուկ։ Այո։ Համ է փոխանցում։ Ես կարող եմ քո վաղվա լանչը կազմակերպել քեզ հետ բոքսով։ Եթե դու հասցնում ես ճաշել իհարկե։ Այո, այսքան ժամանակ չեմ ունեցել տրամադրել սնունդին, համ ապուր, համ հիմնական ուտեստը, այո, համ էլ քաղցրավենիք։ Ինձ հետաքրքիր է քո երեխաները երբ են հասցնում քեզ վայելել։ Ինձ համար շատ ցավալի հարց է։ Շատ քիչ ժամանակահատված երեկոյան քնելուց առաջ։ Լինում են օրեր, որ այնքան վաղ եմ դուրս գալիս տնից, իրենք դեռ քնած են, եւ երբ որ գալիս եմ տուն, իրենք արդեն նույնպես քնած են։ Նրանք դեռ ինչ-որ մի կերպ կարող են դեռ ձայն չհանել, բայց ինչպես է այդ զբաղվածությանդ վերաբերում ամուսինդ։ Ամուսինս հարգանքի արժանի հայ տղամարդ է, ով մեծ հարգանքով է վերաբերվում իմ աշխատանքին, իմ բոլոր նախաձեռնություններին եւ ինչպես ինքն է ասում, դա քո առաքելությունն է, իսկ դրա դիմաց դրան հակառակը ոչինչ հնարավոր չի անել։ Ես շատ հարգում եմ իր որոշումը, որ ինքը դեմ չի լինում իմ ակտիվությանը, իմ քաղաքական գործունեությանը նաև։ Դա իհարկե միայն շատ սիրող տղամարդը կարող է այդպես անել, ինչը ողջունելի է։ Հեշտ համակերպվեց այդ փոփոխության հետ, թե ամեն դեպքում որոշ ճանապարհ անցաք իրար հետ։ Ասեմ, որ հիմնական իմ բոլոր ծրագրերի այսպես ոգեշնչող մարդը միշտ ինքն է եղել եւ երբեք չի կանգնեցնել ինձ, այլ հակառակը աջակցել է եւ միշտ ասել է, որ դու կարող ես ավելին եւ անկեղծ ասած ինքը ինձ միշտ տեսել է քաղաքականության մեջ։ Ես փորձել եմ մի քիչ երկարացնել, մի քիչ, այսպես ասած, հետաձգել այդ գործընթացը, բայց ինքը այն առաջին մարդն է, որ միշտ նախ իմ կերպարի վրա է լավ աշխատում, այո, իր մասնագիտությունից ելնելով, ինքը ռեժիսոր է, վավերագրող եւ այսպես ասած կադրի մեջ ինձ միշտ
պատրաստում է ինչպես ես պիտի լինեմ կադրում, ինչն է ինձ սազական, իսկ ինչը ոչ, եւ մենք բոլոր կարևոր որոշումները իմ անձի վերաբերյալ միասին ենք կայացնում։ Բրավո, հետաքրքիր է։ Վերջի վերջո ուզում եմ հասկանալ տարբեր երկրներում ապրելուց հետո բարեգործական բաժինը մեծ, գործարարների հետ կապը եւ այլն, կրթությունը, դասավանդելը, այս ամեն ինչի մեջ ես ուզում եմ հասկանալ քաղաքականությունը ինչպես տեղ գտավ եւ ոնց որոշում կայացրեցիր, որ պետք է զբաղվես քաղաքականությամբ։ Կյանքի այս փուլը ինքնին բերեց ինձ քաղաքականության, քանի որ արդեն 6 տարուց ավելի ղեկավարում եմ Հայ գործարարների ասոցիացիան, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ընդհանրապես երբեք կապ չի ունեցել քաղաքականության հետ։ Ասոցիացիայի հիմնադիրը Սամվել Կարապետյանն է։ Երբ որ ինքը ապօրինի ձերբակալվեց այդ հայտնի նախադասությունից հետո, որ ինքն էլ իր ձևով, մեր ձևով կմիջամտի այս քաղաքական process-ներին, եկեղեցու դեմ ուղղված, Սամվել Կարապետյանին ձերբակալեցին եւ քանի որ ես համարում եմ ինձ իր թիմակից յուրաքանչյուր գործընթացում, այդ որոշում կայացնելը երկար չի տևել։ Ես կայացրել եմ այդ որոշումը, որ առաջին իսկ օրվանից կանգնած եմ եղել իր կողքին, իր թիմի շարքերում։ Սկզբում մենք հիմնեցինք մեր ձևով շարժումը, համաժողովրդական, որից հետո արդեն ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ ես հանդիսանում եմ այդ կուսակցության անդամ։ Մեկ այլ բան է, երբ որ դու լսել ես դրա մասին կամ կողքից տեսնում ես, եւ մեկ այլ բան է, երբ որ դու արդեն դրա մեջ ես, հենց այսպես է իր պատկերացնում քաղաքականությունը։ Երբեք։ Նախ ասեմ, որ մենք անհամեմատելի, անհավասար պայմաններում ենք գտնվում, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, քանի որ մեր առաջնորդը անազատության մեջ է։ Բայց այս արագ ապահոված աճը մեր կողմից, այն էլ իր անազատության մեջ գտնվելով, խոսում է այն մասին, որ մենք կարող էինք անել եւ հասնել ավելին, եթե ինքը ազատության մեջ լիներ։ Հետևաբար սա խոսում է այն մասին, որ մեր կուսակցության առաջնորդը շատ լուրջ է տրամադրված իր անցած ճանապարհով, իր անցած փորձով, իր հայրենասեր լինելով, մենք շատ անելիքներ ունենք։ Առջևում ընտրություններ են։ Ես ամենաշատը ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուժեղ լինեն, վստահ լինեն իրենց հնարավորությունների մեջ, ամեն մեկից ձայնը կարևոր է, որոշիչ է, եւ առնվազն ինչ մենք բոլորս կարող ենք անել, դա գնալ ընտրությունների։ Գոհար, դու հասկանում ես, չէ՞, որ քո երեխաները այնուամենայնիվ մեծանալու են տարբեր սահմանափակումներով, եթե քաղաքական գործչի, կին գործչի երեխա են։ Այն իմաստով, որ պետք է իրենց պահեն էլ ավելի կարգապահ, քան ցանկացած քաղաքացի, էլ ավելի լավ սովորեն դպրոցում, քան ցանկացած աշակերտ։ Ես խոսում եմ այն երազելի քաղաքական գործչի երեխաների մասին, որ իմ պատկերացման պիտի այդպես լինեն։ Հիմա դու պատրաստ ես քո երեխաների կյանքը իրականում դնել շատ հարցերում կարելիների եւ չի կարելիների, թույլատրելի եւ անթույլատրելի այդ սահմանագծի վրա անդադար։ Կարծում եմ այստեղ պատրաստ լինելու կամ պատրաստ չլինելու մասին չի ավելի շատ խոսքը, այսպես ճակատագիրը այսպես է դասավորվել եւ այլընտրանք չկա։ Ես կարծում եմ այստեղ հարցադրումը մի այլ կերպ կարելի է դնել, թե իմ երեխաները մեծ առավելություն ունեն, քանի որ իրենք պարզ ճակատով
կարող են հանգիստ լինեն, որ իրենց մայրը հայրենիքի դժվարին օրին պատասխանատվությունից չխուսափեց եւ սկսեց զբաղվել հայրենիքի փրկության հարցով։ Դա շատ կարևոր է։ Ես կարող էի գնալ այս քայլին, կողքից հետևեի քաղաքական գործընթացներին, նամանավանդ որ այս քաղաքական առաջին քայլերի ժամանակ ես իմացա նաև որ ես երրորդ բալիկի եմ սպասում եւ հանրությունը երևի թե սպասում էր որ ես հետ կկանգնեմ այդ ճանապարհին, որտեղ սովորաբար հղի կանայք ավելի հանգիստ օրեր պիտի ունենան, այլ ոչ թե լարված, բայց դա ինձ չկանգնեցրեց, ես ավելի մեծ ուժերով շարունակեցի իմ գործունեությունը, քանի որ պատասխանատվությունս եռապատկվեց։ Ես մեծ պատասխանատվություն եմ կրում իմ երեխաների առջև, քանի որ այդ երեխաները իմ երազած երկրում պիտի ապրեն, այն ուժեղ Հայաստանում, որը մենք ստեղծում ենք, որին մենք մոտենում ենք օրեցօր, եւ այս իմաստով իհարկե կին քաղաքական գործիչը հայրենիքին լրիվ ուրիշ կերպով է վերաբերվում, ավելի պատասխանատու, ավելի հոգատար, ինչպես մայրը վերաբերվում է երեխային։ Մեր երկիրը խնամքի կարիք ունի, մեր երկիրը հայրենասեր մարդկանց կարիք ունի եւ մեր երկիրը այն եզակի երկրներից մեկն է, որը Արարատ լեռ ունենալով համախմբման կարիք ունի եւ համայն հայությունը պետք է գիտակցի, որ ինչպես իրենք ունեն երկիր ունենալու կարիք, այնպես էլ մեր երկիրը ավելի քան երբևէ կարիք ունի այն հայրենասեր հայերի, որոնք պետք է վերադառնան Հայաստան, տեր կանգնեն մեր երկրին եւ բերեն մեր երկիրը այն ուժեղ կարգավիճակին, որին արժանի է։ Ինչու հենց դու, ինչու չկարողացար լինել այն կողքից նայող հայ կինը, որը ապրում է իր ընտանիքով, իր ամուսնու, իրեն բաժին հասած հոգսերով ու ուրախություններով եւ նայում է կողքից թե ինչ է կատարվում երկրում եւ ինչ էլ փոխվի ինքը կհամակերպվի դրա հետ։ Շատ կարևոր հարց է արդ երկրում ապրելուց ես ունեի մի կարևոր երազանք վերադառնալ հայրենիք, ինչը եւ ինձ նվիրեցին իմ ծնողները, մենք վերադարձանք Հայաստան եւ ես սկսեցի ապրել իմ հարազատ երկրում եւ առաջին իսկ օրվանից Հայաստան գալու ես հասկացել էի, որ կա մի առաքելություն, որը ես ունեմ։ Ուսանող տարիներին բարելավել կրթական համակարգը, հետո արդեն գործարար համակարգը, գործարար միջավայրը, հիմա արդեն իմ այսպես համեստ դերը ունենամ երկրի նաև քաղաքական կյանքի բարելավման մեջ։ Մեր քաղաքական դաշտը, այսպես ասեմ, լավ վիճակում չէ։ Մենք կարիք ունենք լուրջ փոփոխությունների, սկսված արարողակարգային փոփոխություններից, իդեպ նշեմ, որ ես դիվանագիտական արարողակարգի մասնագետ եմ եւ ինձ համար թե երկրի առաջնորդի կերպարը, թե երկրի շուրջ յուրաքանչյուր պատմական իրադարձություններ, ամեն ինչ ունի իր կարգը եւ կանոնը եւ ինձ համար կարեւոր է, որպեսզի այն առաջնորդը, ով կղեկավարի մեր երկիրը, տիրապետի այդ բոլոր հմտություններին եւ միջազգային ասպարեզում մենք ստիպված չլինենք ամաչելու, ստիպված չլինենք շունչներս պահած, սպասենք թե նա ինչ կասի, որ եւս մեկ անգամ չխայտարակի մեր երկիրը, կան նրբություններ եւ շտկելու կարիք ունի մեր ընդհանուր առմամբ քաղաքական իրավիճակը երկրի։
Գոհար, Ռոզա տատիկին օգնելու ցանկությունը, այս բոլոր ասածները եւ վերլուծությունները քո անձի մասին ամբողջացնելու համար էր, տեխնոլոգիա էր, թե անհրաժեշտություն էր։ Ինչ էր դա, ինչի համար էր։ Գիտեք, այդ հարցը այս օրերին շատ է քննարկվում եւ ես ուզում եմ, որ իմ մեկնաբանությունը ոչ մի կերպ արդարացում չդիտարկվի։ Ռոզալիա Աբգարյանի հետ իմ կապը եղել է դեռ 2015 թվականից։ Արդեն 10 տարուց ավելի Ռոզալիա տատիկը, ով հայրենական մեծ պատերազմի վետերան է, մշտական իմ ուշադրության կենտրոնում է։ Նաև նրա համար, որ արդյունքնապես ինքը շատ է նման իմ հարազատ տատիկին, ում մասին մենք այսօր խոսեցինք, իմ Դեզդեմոնա տատիկին, ընդհանրապես հայրենական պատերազմի վետերանները մեծ ուշադրության կարիք ունեն եւ հարգանքի արժանի մարդիկ են, բայց ցավոք սրտի մեր երկրի կողմից անտեսված են։ Եվ այդ անտեսման ճանապարհը ավելի խորացավ 2018 թվականից հետո, երբ կրճատվեցին գումարները, որոնք որ վճարվում էին ամենամյա վետերաններին, ինչի մասն է խոսքը, երբ նույնիսկ հայրենասիրական դաստիարակության դասերն են կրճատվում մեր դպրոցներում, փառքի անկյուններն են կասկածի տակ դրվում, փառք Աստծո, որ հիմա վերանայվել է այդ կոնցեպտը։ Չնայած որ ընդամենը մի քանի հոգի են մնացել։ Այո, մնացել են ընդամենը մի քանի հոգի, եթե չեմ սխալվում, 21 հայրենական պատերազմի վետերան է ողջ այս պահին։ Տարիներ շարունակ ինձ համար հայրենասիրական դաստիարակության թեման շատ կարևոր է եղել։ Ես ուշադրության կենտրոնում եմ պահել բոլոր մեր հայ վետերաններին, իհարկե հայրենական մեծ պատերազմի վետերանների միավորման հետ համատեղ, եւ ամեն տարի իրենց ծնունդների կազմակերպելը, իրենց համար հաճելի պահեր պարգևելը ես իմ պարտականությունն եմ համարել, նաեւ 2018 թվականին հիմնել եմ Հայաստանի անմահ գունդ կազմակերպությունը, որի շրջանակներում նաեւ ամենամյա մայիսի 9-ի քայլերթները սկզբնական փուլում առաջին տարիներին ես եմ նախաձեռնել եւ կազմակերպել։ Ռոզալիա տատիկի ամեն տարի ծնունդի այցելությունները ինձ համար եղել են այսպես իմ ժամանակացույցի մեջ կարմիր գրիչով ընդգծված հունիսի 17-ը ամեն տարի ես անցկացրել եմ տիկին Ռոզալիայի հետ համատեղ։ Ծննդյան օրը հունիսի 17-ին է։ Բայց հեռուստացույցը կարծես շուտ էիր ուզում նվիրել։ Ոչ, հեռուստացույցը ես պիտի նվիրեի հենց իր ծնունդին, բայց անցյալ տարի հունիսի 17-ին իր առանձնատնից ձերբակալվեց Սամվել Կարապետյանը։ Եվ այդ օրը ես երեկոյան պիտի այցելեի տիկին Ռոզալիային եւ նշեինք միասին իր 103-ամյակը, բայց ցավոք սրտի ես չկարողացա գնալ, որովհետև պարոն Կարապետյանի առանձնատան բակում էի։ Դրանից հետո ես իմացա իմ հղիության մասին լուրը եւ առողջական որոշ նաեւ սահմանափակումներ ունեի, հետո արդեն տիկին Ռոզալիան առողջական խնդիրներ ուներ եւ երկու վիրահատություն է տարել ոտքերի եւ այս պահին ցավոք սրտի ինքը չի քայլում, տնային պայմաններում է գտնվում, որից հետո արդեն իմ բալիկը ծնվեց եւ արդեն մարտ ամսին այս մեկ ամսյակի հետ կապված ես անընդհատ հեռախոսակապի մեջ եմ իր հետ եղել, բայց չէի այցելել, ուզում էի այցելել, բայց քանի որ ես միշտ իմ խոսքի տերն եմ եղել եւ ինձ համար որևէ բան խոսք տալը եւ չանելը անհնարինի ժանրից է։ Ես խոսք էի տվել, որ իր ծնունդին նվիրելու եմ հեռուստացույց, բայց հայտնի նախագահի հրամանագրից հետո փետրվարի 7-ից հետո ես որպես քաղաքական գործիչ խիստ սահմանափակումների մեջ եմ գտնվում եւ որևէ բարեգործություն իրականացնել չեմ կարող, իսկ հայրենական պատերազմի վետերանին որևէ բան նվիրելը ինձ համար բարեգործություն է համարվում
Ես համար որպես քաղաքական գործիչ։ Այո, ինձ համար որպես քաղաքական գործիչ իմիջիայլոց դատարանը նույնպես ես պարզաբանումներ պահանջեցի, որովհետև օրինակ եթե ես իմ, չգիտեմ, բարեկամին ուզենամ հիմա նվիրեմ, փաստորեն դա եւս ընտրակաշարք է համարվում մինչ հունիսի 7-ը։ Իմիջիայլոց մի քանի օրից հարսանիք եմ հրավիրված, ցավոք չեմ գնա հարսանիքի, որովհետև դատարկաձեռն գնալ չեմ կարող, իսկ նվեր տանելը եւս ընտրակաշարք է 600 հոգանոց հարսանիքի համար, փաստորեն ոչինչ, չեմ գնա այս անգամ։ Եվ տիկին Ռոզալիային ցավոք սրտի ստիպված էի դատարկաձեռն այցելել, գնել էի միայն քաղցրավենիք, եւ տիկին Ռոզալիան նույնիսկ բարձրաձայնեց, երբ որ այցելել է իրան մարտի վերջին, ասեց, որ Գոհարը առաջին անգամ է իմ տուն մտնում դատարկաձեռն։ Ես բացատրեցի, թե ինչու, մենք գրկախառնվեցինք, բավականին կատակեցինք այդ թեմայով, այդպես։ Տատիկի ծնունդին խոստացված նվերը այդպես էլ չկարողացա իրեն մատուցել, խորհրդակցեցի իմ իրավաբանների հետ եւ իրենք ինձ ասեցին, որ նույնիսկ եթե դու խոսք ես տվել, ոչ նյութական, ոչ էլ գույքային որևէ նվերներ չես կարող անել, սահմանափակվի մինչև 3000 դրամ մինչև 3000 դրամ այսպես արժողություն ունեցող իրերով, ես էլ միակ բանը ինչ կարող էի նվիրել, դա քաղցրավենիք էի գնել խանութից եւ նույնիսկ ծաղիկ չեմ գնել։ Այդպես Քեզ մեր տնից հետո չեն ձերբակալելու, չէ՞, ծաղիկների եւ փոքրիկ նվերի համար։ Վստահ չեմ։ Լավ, Ռոզալիա տատիկի նվերը կարծում այս տարի ծննդյանը արդեն սահմանափակումը վերացած կլինի։ Վերացած կլինի, բայց չեմ կարող խոստանալ, թե ինչ կնվիրեմ իրեն այս տարվա ծնունդին, որտեվ եւս կդիտարկվի որպես ընտրակաշարք։ Այո, մի խոստացի։ Դա հունիսի 8-ից հետո Գոհար, ուզում եմ շնորհակալություն ասել, շատ յուրահատուկ կիրակի էր ինձ համար, ես երբևէ չէի պատկերացնի, որ կարող է կիրակին լավը լինել, անգամ քաղաքական գործչի հետ։ Շնորհակալություն։ Սա կատակ էր իհարկե, ես շատ գնահատում եմ մեր ծանոթությունը եւ հավատում եմ քո ազնիվ մղումներին, չգիտեմ աշխարհում ինչ կփոխվի, ինչ կլինի, բայց ես շատ կուզենամ Հայաստանը լցված լինի մարդկանցով, որոնց գործողությունները բացառապես միտված են երկիրը զարգացնելու, երկիրը պահելու, պահպանելու եւ սիրելուն, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, այնպես որ ինձ համար շատ արժեքավոր էր այս զրույցը եւ հուսամ ուսուցողական բոլոր այն երիտասարդների համար, ովքեր որոշում են մուտք գործել դեպի քաղաքականություն։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Ցտեսություն։